բարձրացնում ենք, դենա որ ամսի 7-ին պետք է յուրաքանչյուրը մեր պարտքը կատարի ու գնա ընտրությունների, բայց երբ որ ինչ-որ մեկին ով այդքան էլ վստահ չի իր ուժերի մեջ, ասում ես մի պատասխան է գալիս, որից հետո ես անգամ չգիտեմ ինչ պատասխանեմ, ուզեի լսել ձեր կարծիքը, դե միևնույնն է վերընտրվելու են, դե միևնույնն է մեր արածը ոչ մի բան չի փոխելու, այս շատ sense ինչ-որ ոգի է կոտրում ու դու էլ չգիտես ոնց այդ մարդուն ինչ-որ ձև ոտեպնդես ու ինչ-որ ձև իրեն օգնես, որ ինքը հավատա սեփական ուժերի մեջ, ոնց պայքարենք այս արատավոր երևույթին։ Շատ կարևոր հարց եք տալիս, ինչպես է ձեր անունը։ Ասիա։ Ասիա ջան, կարևոր հարց ես տալիս, իշխանության տարածած թեզերից մեկն է։ Մենք վերցնելու ենք սահմանադրական մեծամասնություն, մեր դեմ խաղ չկա, միևնույն է ընտրվելու ենք։ Դրան եթե ավելանում է, այսպես ասած, ընդդիմության որոշ շերտերի հակաքարոզչություն, որ ընտրությունով բան չի փոխվի, այո, շատ հակաիշխանական մարդիկ ասում են, դե լավ, բան չի փոխվելու, էլ իմաստ չկա այս գործընթացին մասնակցելու համար։ Մենք պնդում ենք հակառակը։ Ու ասում ենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնա տեղամաս, ու մեր կարծիքով պետք է գնա, որովհետև ուրիշ տարբերակ չկա, մերժես իշխանությանը, սա մնալու որևէ հնարավորություն չունի։ Այն բոլոր տարբերակները, որ իշխանություն չի հանձնի, չգիտեմ ինչ կանի, դա պարզապես հնարավոր չի։ Մենք սահմանադրական եղանակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տված քվեն կամ արտահայտությանը տեր են կանգնելու եւ այս իշխանության վերարտադրությունը կանխելու ենք։ Այո, մենք բոլոր տեղամասերում մեր քաղաքացիների քվեն պահելու ենք։ Իսկ այդ պարագայում, եթե մարդիկ գնան քվեարկության ու քվեարկեն, ո՞նց չի տալու իշխանությունը։ Մենք այսօր համընդհանուր մեր երկրում տեսնում ենք այդ վախի մթնոլորտը։ Այսինքն մի մասն էլ որ իրոք ցանկություն ունի ներգրավի process-ների մեջ, մարդկանց վախեցնում են։ Հազարավոր մարդկանց վրա քրեական գործեր են կախել ու դրանով փորձում են ճնշել։ Այս շղթան պետքա կտրվի։ Սրանք այդքան վախենալու չեն։ Ընդհակառակը, սրանք պետքա վախենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Վերջապես սրանք հայրենիք են հանձնել։ 5000-ից ավել մարդկանց զոհվելու պատճառ են դարձել։ Սրանց գործունեության արդյունքում Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում։ Հիմա սրանք պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վախենան, թե հակառակը։ Իրենք վախեցնեն քաղաքացիներին։ Հետևաբար ընտրությունով հնարավոր է փոխել, եթե մարդիկ գնան եւ մերժան։ Իսկ դրա համար պետք է անել երկու բան։ Առաջինը գնալ տեղամաս եւ երկրորդը չքվեարկել։ Ու հետո նրանից հետո հասկանալ, այսինքն չքվեարկել այս իշխանություններին, հետո հասկանալ, որն այն քաղաքական միավորը, որը կարող է իրոք երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Ով ունի անցած ճանապարհ, ունի փորձառություն, ունի կարող թիմ, կամք, վճռականություն, պատկերացում, այսինքն խոստում տալուց զատ ի վիճակի այս ծանր մարտահրավերներով, այս իրավիճակում, այս պայմաններում երկիրը իրավիճակից դուրս բերելու։ Ես ասում եմ, որ դա Հայաստան դաշինքն է։